Նրանց մենք հասցրել էինք ասել, որ եթե դու լավ ես սովորում, դու ամենալավ բուհումն ես սովորում։ Բայց երկրում մարդ չի մնում, քվանտով, ֆիզմաթով չենք չափի, էլի կրթությունը։ Դե ուրեմն պետք է մի հատ էլ քվանտ ստեղծել, պետք է մի հատ էլ ֆիզմատ ստեղծել, կամ օգտագործել մեր բոլոր հնարավորությունները ձեր հեռուստատույցն է, ինտերնետը եւ այլ։ Ռուսաստանում այդ հարցը շատ պարզ է լուծված։ Օգտագործենք, ինչ անենք։ Նրանք վարում են բազմաթիվ հաղորդումներ, սկսած երկրորդ դասարանից։ Կա օլիմպիական երկրորդ դասարանի օլիմպիադայի խնդիրներ։ Եթե ծնողը տեսնում է, որ երեխան տպարտում է մի քիչ, նա պետք է արդեն սկսի միջով ծնողը չզարգանա, միջով ծնողը չդառնա մանկավարժ, երեխաների հարցը չի լուծվելու։ Մի հատ տխուր բան էլ ասեմ, թեման փակենք։ Այդ 26 երեխաները, երիտասարդները, պատանիները որ գնացին, իրանք գնացին, ախր մեր երկրից գնացին, ամբողջ հարցը դրա մեջ է։ Այո, թվում է կորան է, բայց կորած չեն։ Մեր համարյա բոլոր քվանտականներ, որոնք ամեն տարի վերադառնում են կամ գրում են մեզ։ Մենք նրանց հետ կապված ենք միշտ շատ սերտ։ Ես մի բախտ վիճակվեց լինել այս տարի Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայի համալսարանի մի շատ հայտնի պրոֆեսոր իմ աշակերտներ եւ նրանք բոլորը համարյա թե իր հետ կապված են։ Լոնդոնում ունենք ցանց համաշխարհային, ես հասկանում եմ ձեր ասածը, վերերկրային ստացվում է, բայց աջակից են էլի մեզ։ Քվանտում հաճախակի լինում են։ Ամեն տարի համարյա թե մի 10-15 գալիս են երեխաների հետ հանդիպում են եւ մենք գրում ենք իրանց որ ինչ ես դու այսօր ինչ ես արել Հայաստանի համար։ Եթե կարողանանք մենք, ես պլաններ ունեմ միավորել դրանց ինչ որ ձևով, ինչ ես դու արել այսօր Հայաստանի համար։ Որ այդ ռեսուրսը այո, իրանք շատ բան են ֆոնդեր են ստեղծել։ Դե գիտեք, փոխհավաքելը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Ոնց դա իրականություն դարձնել, որ երեխան չի ուզում, ինչով են պակաս մեր Սանավես գյուղերի տաղանդավոր երեխաները Երևանի կենտրոնի տաղանդավոր երեխաներ։ Դուք եք հարցրել, ես չեմ հարցրել։ Ես ամենակարևոր առաջի հերթին ես ֆիզմատ դպրոցում սովորում էի, քանի որ ես գյուղում եմ սկսել սովորել։ Ես ինձ համարում եմ գյուղական ինտելիգենտ միջև հիմա։ Գիտեմ ինչ է նշանակում գյուղի երեխան, երբ որ ես 7-րդ դասան ավարտեցի, տեղափոխվեցի քաղաք, այն ժամանակ դեռ տղաների դպրոց էր։ Պատկերացնում եք, տղաների դպրոց էր 500 տղա։ Ես զգացի դե ոնց են վերաբերվում տղաների հետ, չնայած ինձ հետ շատ լավ են վերաբերվում, ես շատ ամեն ինչ գիտեի, բոլոր ինձ արտագրում են, այսպես ասած, եւ երբ որ ես ֆիզմատ դպրոցում սովորում էի, առաջի հերթին ուշադրություն էի դարձնում մեր ախալ քաղաքի երեխաներին, որոնք գալիս են տաղանդավոր գլուխներ ունեն, բայց լեզու չունեն, ասենք, լավ չէին խոսում, դեռ եւ այդ երեխաները 3 տարում աճում էին դառնում ինտելեկտուալ երեխաներ։ Հասկանում եք, պետք է ճարել այդ լավը, ճարել եւ զարգացնել։ Պետք է ինձ թվում է պետք է ծնողը զարգանա, որպեսզի երեխան զարգանա։ Ուրիշ ճար չեմ ես տեսնում։ Այո, առաջի վերհանողը ծնողն է։ Ոչ մի երկիր չունի այդ հարցը հավերժական հարց է։ Պարոն Ազբեկյան, դուք ասացիք, որ նաեւ պաշտոնյա եք եղել, ուզում եմ որ պատմեք այդ շրջանի մասին, կարծես թե ֆիզիկան ու պաշտոնը մի տեսական համատեղելի են, ոնց եք աշխատում ու ինչ դժվարին ժամանակաշրջանի հետ համընկավ ձեր պաշտոնավարումը։ Ամենատհաճ տարիներն էր իմ կյանքի ոչ երջանիկ տարիներն էին, դա սկսվեց 88 թվականին, ինձ հրավիրեցին ուսավորության այն ժամանակերին Զորով տարան, այսպես ասած, դպրոցների բաժնի պետ եւ սկսվեց Բաքվի ջարդերը, առաջի օրերը, առաջի ամիսները սարսափելի էր, փախստականներին տեղավորել, աշակերտներին, հատկապես ուսուցիչներին տեղավորել, հետո սկսվեց այդ չարաբաստիկ երկրաշարժը, կազմակերպել դպրոցներ Կովկասի Մինվոդի բոլոր առողջարաններում, Սոչիում, բոլոր Անապայում, Գելենջիկում, բոլոր տեղերում մենք դպրոցներ էինք կազմակերպում, որ աշակերտները տեղափոխում են այնտեղ ուշներով։ Մոտորապես 6 ամիս նրանք այնտեղ որ գոնե ժամանակավոր կրթական process-ներից դե ստացվեց, իհարկե ստացվեց։ Հետո կամաց երբ որ ուշքի եկան, կամաց հետ վերադարձան, այդ տարիները համատաբար
Դե այդ տարիները ոնց որ ասած ճահճի տարիներն էին, ոնց որ ասած զաստոյի տարիներն էին, բայց կրթությունը դեռ շնչում էր։ Կարևորը եղավ են, որ սխալ հասկացան ազգային դպրոցի գաղափարը, ես շատ պայքարեցի դրա դեմ, մի ամսում ռուսական դպրոցներիցին դարձնել հայկական։ Կրթության մակարդակը ահավոր ընկավ, որտեղ դուչների չէին կարողանում հարմարվեին, բայց խուդը բեդը ոնց որ ռուսերն ասում են, կամաց ուշքի եկան եւ սկսվեց էլի դպրոցական այդ գործընթացը նորմալացավ, քիչ թե շատ նորմալացավ, չնայած 2 տարի համարյա դպրոց չկար, կրթություն չկար, այն տարիներն էլ որ սկսվեց մութ տարիները, հիշում եք, դուք երևի չեք էլ հիշի այդ տարիները, շատ լավ հիշում եմ, ահավոր տարիներ էին դրանք։ Ես էջ միասին Ներսիսյան վարժանն եմ ավարտել, ամենավատ տարին ամենալավ կրթություն եմ ստացել Համլետ Նահատակյանի շնորհիվ, դուք այդ վստահաբար գիտեք։ Ես շատ եմ եղել, ես Նահատակյանի մոտիկ ընկերն եմ, ինգլիզ օլիմպիադաներ ենք անցկացրել։ Այդ տարիներին կորավ համարյա թե օլիմպիական շարժումը, նախարարությունը գումար չուներ, պատկերացեք, մենք էլ օլիմպիադաներում սել ենք արդեն մասնակցել, հաջողություններ հասնել եւ մի խումբ էնտուզիաստների հետ ես էլ տեղ փոքր դեր չեմ խաղացել, բայց շատ կարևոր դեր է խաղացել նաեւ Աժիմյան իմ սիրելի Կվանտի իմ սիրելի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, դա մի ունիկալ ազնվորություն է, հրաշք ազնվորություն է։ Մենք ստեղծեցինք օլիմպիական շարժում հասարակական կազմակերպություն, որը բարձրացրեց այդ ընկած դրոշը, օլիմպիական դրոշը լրիվ կորել էր, սկսեցին կազմակերպել օլիմպիադաներ եւ ձևավորել ի վերջո տարվա վերջում ձևավորում ենք օլիմպիական թիմը, որպեսզի մասնակցի միջազգային։ Չեք պատկերացնում դա ինչ սարսափելի վիճակ էր։ Ուրեմն վաղը պետք է երեխաները մեկնեն, ոչ մի կոպեկ չկա Հայաստանում։ Ինչ որ մի քանիսների մոտ դոլարներ կա, մենք պատահել է որ մի օր առաջ են գտել փող $5,000 էր, պետք է 6,000, որպեսզի թիմը ուղարկենք, բայց կարողանում էին գտնել, իսկ ավելի ծիծաղելի էր Թայվանում պիտի լիներ օլիմպիադա, վիզաներ չեն տալիս, ասում են վիզաները Թայվանը սովետական միությունը Թայվանին չի ճանաչում, վիզա չեն կարող տալ։ Գնացեք Մոսկվա, ինչ որ կազմակերպություն կա այնտեղ, կարող են նրանք ձեզ ապօրինի գիշերը թռել եմ Մոսկվա, ես էլ եմ զարմանում, ես այդքան մի քիչ երկչոտ եմ, համեստ, այդտեղ արդեն ես զարմանալի որ XL այնպես անել որ այդ աղջիկները վերջ-վերջո մեզ 6 վիզան գրեցին եւ հաջորդ գիշեր եկել են որպես երեխեքը թռնեն այդպիսի տարիներ էին բայց մենք կարողացանք չմեռավ հենց որ նախարարությունը ուշքի եկավ արդեն փող երևաց արդեն նախարարությունը վերցրեց իր վրա այդ գործերը բայց մենք դեռ շարունակում ենք օլիմպիադաներ անցկացնել հասարակական հիմունքներով ու այսօր ունենք այն արդյունքը որ ունենք եւ շատ բարձր արդյունքներ ունենք մեր երկրի համար շատ մեծ նվաճումներ ունենք, ֆիզմատ դպրոցներ շատ մեծ նվաճումներ ունի եւ Կվանտը։ Պարոն Ազբեկյան, մենք խոսեցինք լուսավորության շրջանի մասին եւ հիմա չեմ ուզի գնահատականներ հնչեցնեմ, ինքս էլ դպրոցահասակ երեխաներ ունեմ։ Հիմա կրթության հանդեպ վերաբերմունքը բավարար չի, գոհացնող չի, համատարած չի, սիրել չեն սովորում, հատուկ են մարդիկ են դասարներում, որտեղ եք տեսնում խնդիրը 80-ականների ձեր ասած չարաբաստիկ, մի պահ կտրվեց այդ թելը ու ոնց որ էլ չենք գտնում։ Հիմա փորձեր կան, բայց չենք գտնում։ Կյանք ուրիշ է։ Գիտեք, պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Շատ դժվար է հասկանալ ինչ է կատարվում։ Երեխաները մի կողմից, ես կարող եմ Կվանտի երեխաների, մի կողմից բոլորը ձգտում են հասնել ինչ որ մի նպատակի, օրինակ մեզ մոտ միջազգային բակալավրիատ կա, այս տարի 26 երեխա ավարտեցին եւ 26-ն էլ ընդունվեցին տարբեր երկրների բուհեր։ Դուք եթե տեսնեք դրանց աշխատանքը, դրանք գիշեր ցերեկ աշխատում էին։